Հարգելի հետևորդներ, բարև ձեզ։ Երկրի վիճակը հաղորդաշար կրկին եթերում է, այսօրվա իմ հյուրը նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշե Սիկանովն է։ Բարև ձեզ, պարոն Սիկանով։ Բարև ձեզ։ Անցած շաբաթվա ընթացքում բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք իրոք արժանի են վերլուծության, կարծիք հայտնելուն։ Դրանցից ըստիս ամենակարևորը Նիկոլ Փաշինյանի այցելությունն էր Բեռլին, նրա որոշակի հայտարարությունները, այդ թվում եկեղեցու, նորից հայ առաքելական եկեղեցու հետ կապված, եւ այդ այցելությանը հաջորդած այցելությունը Մոսկվա։ Մի տեսակ արդեն ավանդույթ է դարձել, ավանդույթի ուժով ցանկացած այցելությունից հետո Երևան վերադառնալու ճանապարհին կարճ այցելություն է տեղի ունենում Մոսկվա, եւ այդ այցելության ժամանակ էլ հերթական այցելության ժամանակ ավանդույթի համաձայն հեծանիվ, իսկ ամենակարևորը ֆոտոսեսիա, որի ընթացքում մի շատ կարևոր ֆոտո լուսանկար հրապարակվեց անվտանգության դաշնային ծառայության նույն ինքը Լյուբլյանկայի շենքի ֆոնի վրա։ Կխնդրեի ձեր կարծիքը այդ ընդհանուրի վերաբերյալ, նախ Բեռլին, ապա Մոսկվա։ Ինչ որ կապված է Բեռլինին, երևի հերթականությամբ գնանք, ուրեմն հարցը նրանումն է, թե ինչ է էլի այդ մարդու մոտ, բոլորս պետք է պատկերացնենք այդ մարդու ներքին ապրած իրավիճակը, հա, ինքը ուզում է ներկայացնի փաստորեն մեր հանրությանը, որ ինքը այդ բազմավեկտորային ինչ որ բաներ է անում, համ բոլորի հետ ուզում է լավ լինի, բայց իրականում տենց չի լինում, բոլոր կողմերն է, ամեն մեկը իր կողմն է իրան ուզում քաշած լինել, դա էլ է հասկանալի, հա, բայց հետաքրքիր մի հատ բան է ստացվում։ Ուրեմն մեր հանրության համար շատ կարևոր անցած տարի բան ընդունվեց, չէ, օրենք ընդունվեց, որ մենք դեպի Եվրոպա ենք գնալու, որից հետո պետք է ըստ բանի, որ եկալ էր, ասենք այս մարդը իր ազգային ժողովին ասեր, որ եկեք դիմում ներկայացնենք Եվրամիության հայտ ներկայացնենք։ Այդ հայտը այս տարի ու կեսա չի ներկայացում, օրենք ընդունված է, հայտ չկա, բան չկա։ Հիմա գնում է այնտեղ, համոզում է իրանց, որ ասում է ինձ փող է պետք, որ հակառուսական ինչ-որ գործողություններ ստե, որ հակահայկական է Ռուսաստանը ինչ-որ բաներ ստե անելու, ինքն է դրանց հակա ինչ-որ գործողություններ անի, համոզում է Եվրոպայում, որ ինքը Եվրոպա է գնալու, հետո գնում է Մոսկվա, որ Մոսկվան բացատրի, որ այդ ինչ-որ ընդեղ ասել եմ, այդ սաղ ձևական է եղել, որտեղ ես գալու եմ ստե, ու իրականում, եթե որ նայում ես, իր սաղ գործողությունը, ոնց որ դուք ասեցիք, հա, ասենք Եվրոպա գնալուց հետո կամ Ամերիկա գնալուց հետո ինքը արևելք է գնում, Ռուսաստան առաջնահերթ, հա, չնայած տարբեր հարթակներում կարա հանդիպի Ռուսաստանին, բայց միևնույնն է ինքը գնում է այնտեղ, որ ներկայացնի, թե ինչ արե, ու այդ ասածները ինչ կապ ունեն։ Ես մի բան եմ հասկանում, որ գիտեք ոնց ամեն դեպքում կարող է պատահի, ինքը ինչ-որ մի ժամանակ փորձի դեպի արևմուտք մեզ տանի, ամեն դեպքում, որտեղ իրանից դժգոհ են, ինքը բոլորն հասկանում են, էլի, եթե մենք ստեղ նստած։ Ո՞վ է դժգոհ։ Բոլորն են դժգոհ, որտեղ Չէ, ժողովուրդը արտաքին ուժերի մասին ասում, բոլոր արտաքին դերակատարներն հասկանում են, որ գիտեք ոնց, որ աննախատեսելի ինչ որ մի մարդ, երբ որ խոսք է տալու, երբեք իր խոսքի տերը չէ, թե ժողովրդի հանդեպ իր, թե իր գործընկերների հանդեպ, հա, ինքը միշտ ինչ որ բան անում, խարդախությունների մեջ է։ Դրա համար ես վստահ եմ, որ Եվրոպան էլ է դրել իր դեմ պայմաններ, եւ իմ կարծիքով, երևի ես առաջի մարդը կնեմ, որ տենց բան ասում, բայց իմ կարծիքով ինչ անելու, ինքը այս ընտրություններին երևի խոսք է տվել, որ վարչապետի թեկնածու ինքը կհաղթի ընտրությունները, եթե իրան օգնեն եվրոպացիք, այդ տենց ասենք ինչ որ գիտեք ոնց այդ հակաօրինական իր պայելակերպը ինչ որ ստեղ անում է, հակասահմանադրական, հակաօրինական, ամեն ինչ որ անում է, որ եվրոպացիք աչքերը փակեն, ինքը կվերանտրվի, բայց վարչապետ կնշանակի Արմեն Գրիգորյանին օրինակ։ Այն ինչ որ Եվրոպայում շատ ձեռք կտա, որտեղ Արմեն Գրիգորյանը եթե իրականում նայենք, ասենք Հազարատ Նիկոլից ավելի բարձր է, ավելի իր պայելակերպով, թե տեսքով, թե բանով, հա, բայց ամեն դեպքում նայեք, ինքը այնտեղ այս բանն է խոսք գալի, գալիս է, ասենք Կրեմլին ինչ որ մի հատ ուրիշ բան է, հենց Լյուբլյանկայից է, դա էլ արդեն մեզ է ինքը դիմում ժողովրդին Հայաստանի, ինքը ուզում անդերից ասի, տեսեք, Լյուբլյանկան հետևս կայանած է, ինչ որ տենց երևի մի բան է, էլի այդ կոչը, որ զգուշ եղեք, հանգարցակի համը չհանեք, ստեղ
սա կոնտրոլի տակ են պահում, սա գիտեմ ով ինչա, դե իրականում հիմա փաստորեն վերցրեց այսքան մարդ նստացրեց, հա, ոչ մեկ, ոչ Մոսկվայից զենքա, ոչ արևմուտքից զենքա, ինչ որ անհասկանալի իրավիճակ է ստեղծել իրականում։ Չնայած էլի հիմա ասենք նույն ամերիկացիք ավելի շատ են խոսում այդ թեմաների մասին, քան թե եվրոպացիք, որտեղ այնտեղ էլ խնդիրներ կա։ Այսօր դրությամբ Եվրոպան ու Ամերիկան շատ մեծ ընդհանուր խնդրեմ ունեն կապված թե Ուկրաինայի, թե ընդհանրապես իրանց զարգացման հարաճիկա ինչ մոտեցումներ են ցուցաբերելու, ասենք զարգացման ուղիները տարբեր են, հա, Ամերիկայի պահանջը մի բան է, Եվրոպան մի քիչ ուրիշ ձև է գնում, ինչ որ իր սխալներով, որը որ Ամերիկան է նշում։ Դրա համար sense խառը վիճակում սա ամենտեղ փորձում է Պղտոր ջերում ձգեն, ամենտեղ խափի բոլորին, մեջտեղից որ պլստա, էլ դուրս գա sense իր գործանի։ Էսա ինձ թվում է, տենց ինչ-որ շատ բարձր լուրջ բաներ չկա, ամենտեղ խաղալու իր բանն է, որ խաղեր է խաղում։ Ու ամենտեղ էլ իրան էլ եմ ասում, լուրջ չեն ընդունում, որտեղ այսքան տարվա մեջ իրանք հասկացան, որ այդ մարդը խոսքի տեր չի, սուտասանա, առաջնահերթ մի մարդ, որ ասենք դες չգիտեմ, ընդհանրապես չեմ կարող հիշեմ պատմության մեջ, թե ով կա տենց առաջնորդներից, ով որ այդքան վնաս է բերել իր ժողովրդին, մարդկության պատմության մեջ, էլ եթե նայենք, ինչ-որ տենց դժվար է հիշել։ Ասենք բոլորն է դա պատկերացնում հասկանում, բայց մենք էլ ենք հասկանում, դե դրսում էլ են հասկանում։ Լավ, ինչ ասեցիք ընդունվեց, բայց նայեք, դուք ասում եք ոչ ոք իրեն լուրջ չի ընդունում։ Հենց նոր ասացիք, չէ՞։ Մարդուն եթե լուրջ չեն ընդունում, նրան մեծ գումարներ կտան, մի քանի միլիոն։ Այդ ինչ մեծ գումար է Եվրոպայի համար։ Չէ, դա այսօր մեծ գումար է այն իմաստով, որ Եվրոպան խիստ ֆինանսական բեռ ունի Ուկրաինային օգնելը։ Այնտեղ չեք ընդունում, որ դա բեռ է։ Չէ, դա ինչ որ չափով բեռ է, բայց ինչ որ չափով իրանք փողել են աշխատում լավ դրա վրա։ Եկեք ճիշտ է, էլի, որ մեր մարդիկ մեր հուկամդիրները ճիշտ հասկանան ինչ է կատարում։ Այսօր դրսում Եվրոպային էլ ձեռ չի տալի, որ ավարտվի այդ պատերազմը իրականում։ Որտեղ այսօրվա դրսում մենան նայեք, երեք Volkswagen-ի գործարանը փակվեց։ Ինչի փակվեց Volkswagen-ի գործարանը։ Որովհետև նու մասնաճյուղ է, ինչ որ, հա, այդ գործարաններից մեկի մասնաճյուղը։ Ինչու՞մն է հարցը։ Այսօրվա դրսում չինացիք, ասենք, շուկաները մեքենաներով լցրել են։ Իրանց գործարանները կկանգնեն, եթե իրանք այսօր ռազմավարական բանի դուրս չգան, գործարանները կանգնել են։ Դրա համար այնտեղ այնպես չէ՞ հասարակ, որ իրանք մեծ բանն են, ամենա ժողովրդավարական աշխարհի երկիրն են, ու sense Ուկրաինայի համար ուշքները էթում է։ Այո, իրանց անվտանգության հարցը կա իհարկե այնտեղ։ Հենց Ամերիկան ինչու՞մն է հարցը Ամերիկայի, որ ինքը ասում է ժողովուրդ ջան, դուք թարգ տվեք, ստե արդեն անլուրջ է այդ շարունակությունը այդ ամեն ինչի, որտեղ դուք հետաքրքրված եք ինքներդ էլ այս թեման է, բայց դուք փոխանակ զբաղվեք ձեր ներքին տնտեսությունը ուրիշ ձևի զարգացնելու, որ չեք կարողանում, հա։ Այսօր այդ մեքենաների արտադրությունը իրականում ամենամեծ խնդիրն է, նույն Գերմանիայի համար տնտեսական այդ աճը վերջին 5 տարվա մեջ էլ կոവിഡ്ից սկսեց, այդ ոչ թե պատերազմից սկսեց, կոവിഡ്ից սկսեց, երբ որ սկսեց ընկնել արտադրողականությունը, այդ ժամանակ Չինաստանը սկսեց աճել, որ լավ պատկերացնենք, էլ ավելի լավ որ պատկերացնենք, ուրեմն երկու բևեռ կա այսօր։ Դա Ամերիկանը եւ Չինաստանն է։ Այդ երկու բևերն է պատերազմ տանում իրար մեջ։ Այդ մնացած պատերազմները դրանց ածանցալներն են, որովհետեւ այսօր Ամերիկան ու Չինաստանը շուկաներ են կիսում իրար մեջ։ Ու Ռուսաստանը ինքը իրանով իրական բևեր չի։ Հա, ասենք ինչ որ ուժ բևերի կա։ Հա, այտենց ինչ որ բազա է, որտեղ որ թանկարժեք ինչ որ մետաղներ կա, նավթ կա, գազ կա, ու իրար մեջ պայմանավորում են թե ոնց են կիսելու այդ ամեն ինչը հետագայում։ Որտեղ իրականում որ նայում ես այս վերջի 15 տարվա մեջ, ասենք, ինչքան փող ուներ Ռուսաստանը ու ինչին հասավ, այդքան փող ունենալով հանդերձ, իրանց տնտեսությունը ինչին բերեցին, ասեցին, այս պատերազմը ինչ արեց իրանց, թե իրականում դա ամենամեծ սխալներից էր իրանց իհարկե, իրանք հիմա բոլորն են դրա մասին խոսում, բայց դա բարձր սկզբից որ մեկա պարտվելու են։ Եթե հիմա ասենց էլ պայմանագիր կնքեն, հա, մնա այտենց ոնց որ կա, մեկա պարտված է Ռուսաստանը։ Այդ ինչ որ կատարվեց, դա Ռուսաստանի պարտությունն էր։ Որտեւ եթե ինքը այդ փողերը ինչ որ 2000 դրականներին, 2000-ական 10 թվի դաժե սկզբից, այն փողերը եթե իրանք ճիշտ ծախսեն, ճիշտ տնտեսություն զարգացնեն, սրանք կարային Էմիրատներից ավելի ուժեղ պետություն լինեին։ Բայց դե սա ջրին մատնեցին եւ այսօր ունեն այն ինչ որ ունեն իրանք։ Ընդհանրապես այն պոտենցիալը ռեսուրսները, որ ունի Ռուսաստանը եւ այն վիճակը, որ գտնվում է Ռուսաստանը, այն վիճակում, որ գտնվում է Ռուսաստանը, դրանք լրիվ 180 աստիճանով իրարից շեղված
իրավիճակներ են։ Միանուշ։ Այդ կարգի ռեսուրսներ ունեցող երկիրը պետք է այսօր թելադրող լիներ ամբողջ աշխարհում։ Նրա խոսքը պիտի լիներ, ասենք, ծակող խոսք, ցանկացած հաստության երկաթ բետոնյա կամ ցանկացած կարծր ինչ որ մոտեցում պիտի ծակեր։ Բայց այսօր ըստ ձեզ որպես բևեռել, աշխարհաքաղաքական բևեռել հանդես չի գալիս։ Այնուամենայնիվ քանի որ խոսք գնաց դեռևս Ռուսաստանի հետ քաղաքական իրավիճակի մասին, հիմա անվտանգության դաշնային ծառայության շենքի դիմաց գտնվող հյուրանոցում բայց հայ բանա հյուրանոց է, դա ասեմ իմանաք անունը Ռեջիսա թե ինչ է, դա բան կա, հայ տղա է, այստեղ ճանաչած է բիզնեսմեն էր ինչ որ շատ ճանաչած մոռացա իր անունը Գրիգորյան ինչ որ իր հյուրանոցն է հայ տղայի հյուրանոց է, խնդիր չունեմ, թող հայի ուզում ասեմ ես վստահ եմ որ ինքը պրոստը դրա համար է գնացել ոչ թե որ Լուբանկայի կարևորը որ ադրբեջանցու չի այո այդ էլ կարա լինի հա արդեն հավատալի է իրականում այնուամենայնիվ ինչպես ասում են քաղաքականության եւ դիվանագիտության մեջ մանրուքներ չեն լինում հայտնվել Պուտինի անձրևանոցի զոնտիկի տակ նկարվել անվտանգության դաշնային ծառայության շենքի նույն KGB շենքի ֆոնին դիվանագիտության մեջ կրկնում եմ մանրուքներ չեն լինում ըստ ձեզ դա պատահականություններ թե միտում կար դրա մեջ նայեք գիտեք ոնց եւ իմ հարցը դա ներքին այսպես ասած իրավիճակի ներքին շուկայի համար էր ապրանք, այո, ներհայաստանյան շուկայի համար էր ապրանք, թե միջազգային շուկայի համար։ Չէ, ինքը միջազգային շուկայում խաղացող չի ընդհանրապես ու չի կարող այնտեղ ինչ որ կարանա ինչ որ բաներ հասցնի, հա, իմիջներ, ասենք ասենք ու մեսեջներ այդ իմիջներով ինքը սրտիկ էր չէ ցույց տալ ինչ-որ դրանից հետո այդ սրտիկը կամ KGB-ին էր ինքը ցույց տալի կամ մեզ թե ասենք թե որ KGB-ն է մեզ չգիտեմ այդ ինչ խաղեր բայց ամեն դեպքում դա մեր վրա էր բանանում որ ասենք ներ հայաստանյան այս իրավիճակում նայեք այս մարդու ամեն ինչը ինչ որ աննորմալ բաներ անելն է իր իմաստը սա իր այդ պաշտոնավարման ընթացքում այս վերջի փաստորեն համարյա 8 տարի է հեսա լինելու մի 4 ամսից հա արդեն այս մարդը ամեն ինչ սուտ աննորմալ ու սա տեխնոլոգիաների վրա հիմնված ինչ որ մոտեցումներ է ցույց տվել իր պոպուլիզմական բաները հիմնված են տեխնոլոգիաների վրա իրականում ինքը հանկարծակի չի անում ոչ մի բան ինքը լավ խորհրդականներ ունի որոնք իրան խորհուրդներ են ինքն էլ չտեսնված աշակերտ է այդ հայ խորհրդականներ այդ ճիշտ ասած դժվարանում եմ ասեմ ինձ թվում է չէ դրսից են խորհրդատվականները իրան խորհրդատվություն տալի բայց հայերը կլինեն հայերը ինչ լավ տեխնոլոգիա չէ ես ուղղակի հարցնում եմ ես վստահ եմ որ լավերն են ամեն դեպքում որովհետև ճիշտ ձևն են իրան սովորացնում ոնց պետք է ինքը վարի թե ոնց դիմի երիտասարդությանը ոնց ասենք հասակով մարդկանց հա ավելի այդ ամեն ինչը սա հաշվարկած է իր մոտ ամեն ինչ հաշվարկած է մենակ մի բան է որ ինքը կարողանա սուտ ասի հետո այդ սուտը կարողանա ինչ որ փոփոխի հետո ասի ուրիշ սուտով այդ սուտը հերքի հետո ասի չէ ես տենց չի ասել նենց ես ես այդ չէի մտածում ես էի մտածում որ ասեի ու սենց սղացնի հետ հա վերջը Սա իմաստը իր այս 8 տարվա մեջ է դա եղել, ինչ որ նորություն չկա, մենք չենք նորություն ինչ որ գտել։ Ձեր կարծիքը ինչպիսին է, օրինակ շատ կարծիքներ են հնչում մեր ներքին հայաստանյան արդեն քաղաքական կյանքում, որ Նիկոլ Փաշինյանը արտաքին ուժերի ձեռքի խաղալիք է։ Նիկոլ Փաշինյանը վարում է այնպիսի քաղաքականություն, որտեղ բացառված են ազգային շահեր սպասարկելը Նիկոլ Փաշինյանը ասենք սպասարկում է այլ պետությունների շահեր ես չեմ նշում ասենք որ պետությունների ոմանց կարծիքով այլ պետությունները Թուրքիան ու Ադրբեջանն են ոմանց կարծիքով Ռուսաստանն է ոմանց կարծիքով Եվրոպան Ամերիկան մի խոսքով դրա համար չեմ նշում ասել կուզե Հայաստանում իշխանությունը այլ պետության կողմից
զավթված է այդ կարծիքները բերում են մի մեկ ընդամենը եզրակացության, որ Հայաստանում իշխանությունը զավթված է այլ երկրի, այլ պետության հատուկ ծառայությունների կամ ընդհանրապես ավելի բարձր կանգնած այլ պետության իշխանությունների կողմից։ Ձեր կարծիքը ինչպիսին է։ Դե իրականում իր գործունեությունը ասում ապացուցում է, որ այս մարդը հայանպաստ ոչ մի բան չի արել այս 8 տարվա ընթացքում։ Ինչ որ արել է, ու ասենք այնպես բան չի արել, էլի, որ ասած դելա բաներ արեց մարդը, բան։ Ինքը այդ արհավիրքներ է բերել մեր ժողովրդի գլխին իրականում։ Ասենք բացի այդ արհավիրքները, որ ասենք մոտ 5000 երիտասարդ հա փաստորեն կոտորեց, երբ փաստորեն իրականում ինքը կարար չգնար այդ պատերազմը, այսօր պարզվում է։ Հա? Կարար չկոտորել։ Հա, ինքն էլ ասում է, ախր ամենահետաքրքիրը դա ինքն էլ ասում է ամեն ինչը։ Բայց ասում է, եթե ոնց պետք է ապացուցեի, որ տենց էր ճիշտ է, դες ապացուցելը պետք է այդքան մարդ կոտորեր, որ ոնց պետք է ապացուցեի, որ դավաճան չեմ։ Հա, դավաճան չեմ, ճիշտ է, հա, այդ էր իր բանը, խոսույթը։ Հիմա նայեք, էլի այդ է, որ այս մարդը իրականում ամեն ինչը անում է ինչ որ ուժերի համար ու իր անձնական շահերի համար։ Այդ միանշանակ, то есть ինչ որ ուժեր իր անձնական շահեր։ Ինքը իրան տեղը ման գալի։ Ինչ որ ուժերը տեղական, ինչ որ ուժեր չէ։ Չէ, ես վստահ եմ այդ արտաքին ուժեր են տեղական, այդ Իրանից դենը ես չեմ կարող իմանամ ինչ որ ուժ, որը այդքան վնաս ուզենար տալ հայ ազգին, էլի, որտեվ տեղական ուժ չի կարող այդքան բան անի։ Դա դրսի ուժեր են, ես վստահ եմ, բայց գիտեք ոնց, հələ մի քանի տարի առաջ կարող է ասեի դա գիտեք դավադրության ինչ որ բաներից է այդպես բան չէ, բայց քանի գնում ես ամեն օր համոզում ես, այս մարդը ուղղակի, այս վերջինը ինչ որ կապված է եկեղեցու հետ, հա, հարցում արդեն միանշանակ, որ ազգի են ամենակարևոր սյունն է ուզում քանդի, փաստորեն ընդհանրապես դե նայեք էլի իր մոտեցումը այդ որտեղ հաց այնտեղ կաց չէ, այդ որ բանը դա էլի եմ ասում, ես ԿՊ-ն ասում քոչվորների պայմանագիր, որտեվ իրականում մենակ քոչվորն է, որտեղ հաց ընդեկած, իր բաներին բերում է ձիերը, կենթանիները, չէ, որտեղ արածելու տեղ կա, ինչ որ արածում են այնտեղ, երբ որ պրծնում է, գնում են ուրիշ տեղ, то есть որտեղ հաց ընդեկած։ Հիմա մեր պարագայում մեր մոտ հաց լինի Հայաստանում չլինի հաց, մենք ստենք կացված, այդ ինքն է, իր գաղափարներն է, էլի, որ ինքը կարող է ինչ որ տեղ հետո այդ հա ուրիշ տեղ, որտեղ տեղ գտնի այդ արտաքին ուժերը, ով որ իրան տեղ կտան, որ գնա այդ վայելի իր կերածը, արածը, դա չգիտեմ, շատ դժվար է ալնելու իրան ամեն դեպքում, որտեղ հայ ազգը հասկացել է սա ով է ու դրան էլ ապացույցներ պետք չեն։ Բացի նրանից, որ երբ որ ինքը կհեռանա քաղաքական դաշտից ու մնա Հայաստանում, եթե կմնա, միանշանակ ինքը պետք է պատասխան տա։ Դուք հույս ունեք, որ կհեռանա քաղաքական դաշտից։ Կհեռացնենք, հայ ժողովուրդը հեռացնելու է իրան, ինքը ձև չունի, ինքը պայքարելու է, ինքը ամեն ինչ անելու է, որ մնա իհարկե, կեղծիքների է գնալու, իր համար մարտի 1-ի էլ կեթա, ամեն ինչի ինքը պատրաստ է, որտեվ այնքան բան է արել։ Չէ, մարտի 1-ի չի կարող գնա, որտեվ հունիսին է ընտրությունները։ Մարտի 1-ի նման մոտեցում է ցուցաբերելու, հա, դրա համար իր համար մեկ է, իր համար ոչ մի բան կարմիր գծեր էլ չկա, ինքը այնքան բան է արել, որ ինքը հասկանում է, կամ ինքը պետք է մնա, կամ ինչ որ մեկին բերի, որը որ իր տեղը կմնա ու ինքը հասնի ճողոպրի այդ արանքով ինչ որ միտեղ իր այն երկրները, որտեղ իրան օգնել են, ինչ որտեղ հաց ու կաց լինի, էլի։ Քանի որ խոսք գնաց ձիերի, տարբեր կարգի անասունների, կենդանիների մասին, օրերս մի շատ կարևոր հայտարարություն արեց էկոնոմիկայի նախարարը, որ նոր բեռների նոր խմբաքանակ է անցնելու Ադրբեջանով, մտնի Հայաստան եւ այլն, այսպես ճանապարհին է։ Եվ այն հարցին, թե ինչ եղավ այն անասնակերի պատմությունը, որը ներկրվեց առաջին խմբաքանակն էր, որ ներկրվեց Ադրբեջանի կողմով, նա ասաց, որ այո, ես այդ հացը կերել եմ եւ բոլորդ եք կերել այդ հացը, բոլորը հայ ժողովուրդը կերել է այդ հացը։ Ըստ ձեզ, սա ինչ է, ամբարտավանություն, թե հայ ժողովրդի նկատմամբ արհամարհական վերաբերմունք, որովհետեւ բացահայտ բոլոր տվյալներով եւ արտահանող երկրի տվյալներով եւ միջազգային չափորոշիչներով այդ ցորենը մարդու համար պիտանի չէր եւ նախարարը, էկոնոմիկայի նախարարը
առանց վարանելու, առանց ամոթի հայտարարում է, որ այդ հացը, այդ ցորենը արդեն դարձել է ալյուր եւ բոլորը կերել են այդ ալյուրի հացը։ Գիտեք ոնց, նայեք, ես մի հատ բան ասեմ, ընդհանրապես մենք նժար սահմանադրական շարժման անդամները որոշել ենք, որ ընդհանրապես սրանց օրակարգով չգնանք, մեր օրակարգը ստեղծենք եւ իրականում, ասենք, որտեղ սրանց արածը քննարկել անհետեցություն է, Չէ, հիմա մարդկանց անասնակեր են կերծանում, սա այն հարցերից է, երբ որ սա ազգային անվտանգության ծառայության հարցն է, որը որ պետք է հենց երկրորդ օրը, օրինակ իրան ձերբակալել էր ազգային անվտանգության ծառայության ղեկավարը գնար եւ ձերբակալել էր Պապոյան, չէ, եթե չեմ սխալվում, Գևորգ, չէ, եթե չեմ լիշում դրանց ազգանները, վերջը դրան պետքա ձերբակալեին, այդ տենց ասացիան որ ստուգեին, թե ոնց եղավ, որ տենց այդ անասնակերը բերել են ու կերծրել են մեր ժողովրդին։ Բայց սրանցից ամեն ինչ սпасելի է, այս մարդիկ ամեն ձև ուզում են նսանացնեն մեր ժողովրդին, ուզում են պարակտեն, նսանացնեն, բայց գիտեք ոնց է, ամենաբանը ինչն է, որ հիմա միջև ընտրությունները, այս ամեն ինչ արում են նրա համար, որ մարդիկ հիասթափվեն։ Հիասթափված լինեն, որ չգնան ընտրությունների։ Այսինքն անասնակեր ցորենից ալյուր սարքել եւ հաց հրանցնել ժողովրդին ընտրության հետ կապված է, ինչ որ ձևով։ Ամեն ինչը կապված է, ամեն ինչն է կապված։ Օրինակ ինչ ձևով։ Գիտեք ոնց, այն որ մենք ձեր հետ նստած ենք ստե ու դրա մասին խոսում ենք, մենակ դա իրանց այդ ամեն ինչը իրանք անում են այս սրա համար, որ մենք խոսանք, հետո էլի մարդիկ խոսան, որ մեկ ասի իրանք ճիշտ են, sense բան չէր կարելի, ամառ քեզ ինչ տարբերություն է, երրորդ բանի սորտի սորեներ, թե չորրորդ սորտի, թե երկրորդ Այս սա խոսակցությունները Չէ, ինձ տարբերություն կա, անասնակերեր թե մարդակեր։ Չէ, նայեք, իմ համար էլ կա տարբերություն, բայց հարցը այդ չի, հարցը այն, որ իրանց օրակարգը այսպես են իրանք ձևավորում։ Իրանց օրակարգը ձևավորում են այն, որ ասում են կաթողիկոսը երեխա ունի, արշակը ընդ էս իմ քերականոջ հետ շփվում է, այն մեկը էս իմ այդ օրակարգերն են իրանք ստեղծում, այս ամեն ինչը հնարավորություն է տալի, որ իրանց, որ մարդիկ հիասթափվեն ընդհանրապես, իրար հետ կռիվ գաղմաղալի մեջ մտնեն ու հիասթափեն նրանց որ ասեն ամառ մեկը ոչ մի բան չի փոխվելու ախպերը ոչ մեկը մի գնացեք ընտրության ինչ կա ամառ մեկը որոշված է սա ինչ որ տեղից որոշված է ու դրանով հիասթափությունը 35 տարի է լսում ենք Այդ եմ ասում, դե իրանք այս ավելի sense ավելի զարգացած ձևը, ավելի շատ խտացրած այսպես բաներով այդ են անում, որ ժողովուրդը չգնա ընտրությունների, որովհետև եթե ժողովուրդը չգնաց ընտրությունների, ինքը հաղթած է լինելու։ Եթե 30-35% հա, ոնց որ համայնքներում էր գնացին, ինքը հաղթում է։ Եթե 50-ից ավել է ժողովուրդը գնում ընտրությունների, ինքը պարտվելու է միանշանակ։ Ես էլ չեմ ասում, որ արդեն երկրորդ հարցերը կա, որ ասենք այդ մեր բանը օպոզիցիանը պետք է համախմբվի բան այդ երկրորդական հարցերը բացի դրանից կան էլի հարցեր որ ասենք դու պետք է պատրաստես ընտրություններին բայց ամեն դեպքում ամեն մի այսենց իրանց բանը հա այդ սադրանքը որ իրանք անում ժողովրդի հանդեպ այդ անասնակերությունը կաթողիկոսին հանելը եկեղեցու այդ զավթումները անօրինական հակասահմանադրական բաներ են անում մենք ստորագրել ենք նամակ որ դատախազություն եւ ԱԱԾ ու մեղադրել ենք ԱԱԾ-ն էլ որ ԱԱԾ-ն էլ է փաստորեն հանցակից դարել իրան քանի որ իրանք են գնացել չէ եկեղեցականներին հոգեվորականներին ընդ համոզել որ զեղ չեն կաթողիկոսի անունը բան sense վերջը այդ ամեն ինչը հականօրինական բաներ է ու իրանք բոլորն են պատասխան տալու հետո միանշանակ պետք է պատասխան տան եթե իրանք հիմա գործերը չեն հարուցում ոնց որ հմեկի դեմ գործը հեսա ներկայացնելու ենք մենք արդեն մոնիտորինգ ենք արել ասում եմ թող իրանք իմանան մի տարվա մեջ թե ինչքան ծրագիր ա եղել ու ըստ օրենքի ինչքան իրավունք ունեին իրանք ռեկլամ անեին հա sense ասած Նիկոլին ու իր այդ թմին ու ինչքան են իրականում անան իրանք աշխատում են ուղակի Նիկոլի վրա հմեկը հանրային հերոստանգերությունը որը որ մեր ու ձեր փողերով է աշխատում ընդ իրանք աշխատում են ուղակի Նիկոլի համար Փաստորեն այս մարդը այս փողերն էլ է բան արել հա օգտագործում իօքուտ իրա Սա ամենտեղ բաներ անում, օրենքը խախտում, ամենտեղ, իր ամեն քայլը քրեական հանցագործություն է Նիկոլի։ Ու այս սաղ պետք է հավաքել ներկայացնել ու բոլորին զգուշացնել, դատախազին գլխավոր, ԱԱԾ-ի պետին, որ այսօր իր դեմը չառավ, ինքը իրանց հետ պատասխան է կրելու։ Իհարկե, միջին բանը, հա, մակարդակի բաները, իրանք հրաման ասելու են հրաման ենք մենք կատարել, մենք ինչ կարող ենք, ոչ, բայց դուք էլ պետք է իմանաք։ Սխալ հրամանները, անօրինական հրամանները իրանք չունեք կատարելու։ Սա ամենակարևոր հարցն է, որ պետք է միջին օղակները պատկերացնեն։ Բայց այդ անօրինական հրամանի անօրինականությունը ով է որոշում։
Հրամանի անօրինականությունը դատարանն է որոշելու վերջեվերջո, բայց մարդկային մոտեցումով տրամաբանությունից ելնելով ամեն մի սպա, որը որ բարձրագույն կրթություն ունի, ինքը չի կարող չհասկանալ ինչքանով օրինական է, ինչքանով անօրինական չի։ Հետո պատասխանը դե դատարանն է որոշել միանշանակ։ Հետո թե ընդհանրապես դատարանն է։ Ընդհանրապես դատարանն է, բայց մեր պարագայում, եթե իրանք հիմա գործեր չհարուցեն Փաշինյանի դեմ, այդ խախտումների, օրենքի եւ սահմանադրության խախտումների դեմ, ուրեմն դա կլինի հետո։ Հիմա մեր դատարանը ինչ է կարծում, որևէ հրամանի վերաբերյալ ձեր ասած որոշումը կկայացնի, որ այս հրամանը անօրինական է եւ կատարման ենթակա չէ, օրինակ։ Դե դուք ինձ հարցում եք, ես պատասխանում եմ Նիկոլ Փաշինյանի խոսքերով, որը որ ասել է, այտենց դատավոր չկա, որ իմ ասածը չանի։ Այսինքն մենք չունենք դատական համակարգ։ Միանշանակ, հենց դրա համար էլ մեր նժար շարժումը առաջարկում այն փոփոխությունները, որ մենք ենք առաջարկում, սա համակարգային փոփոխություն։ Մենք հենց որ սրանց հանենք եւ գանք կառավարման, ոչ թե իշխանության, այլ կառավարման։ Այդ որտեվ սրանք արդեն բան է, էլի, այդ իշխանություն, իրանց իրականում թվում է, որ սրանք իշխաններ են։ Սրանք ոնց որ եւ բոլոր ուրիշ ծառայողները ծառայություններն են, նախարարներ են։ Հա, չգիտեմ որ ծառայա, նախարարը լատիներենից ծառայա նշանակում ընդհանրապես։ Մինիստրը բառը բանա, ծառա ուղակի։ Իրանք պետք է ծառայություն մատուցեն, բայց դե ունենք այն ինչ որ դեռևս ունենք։ Հիմա քանի որ ձեր գնահատմամբ էկոնոմիկայի նախարար, ինչպես դուք հիշեցիք, երևի Պապոյան ազգանունը։ Վստահ չեմ, բայց երևի թե։ Հա, դե արարքը գնահատման արժանի չէ, հա։ Ինչ ում գնահատման։ ԱԱԾ-ի կողմից միանշանակ։ Արժանի է ԱԱԾ-ի կողմից հենց։ Լավ։ Իսկ օրինակ, ասենք, մեկ այլ բան, ինչ որ մի վախենում եմ այդ բառը ասեմ, միգուցե տառասխալով ասեմ, բայց կփորձեմ մտավորական Բաբայան, հա, տենց մի հատ մտավորական կա։ Այն ճիպոտով տղեն։ Հա, ճիպոտով տղեն։ Ասենք, եթե ինչ որ մեկը Facebook-ում ինչ որ մի բան գրի, որ պետքա օրինակ դավաճաններին պատիտակ գնդակահարել։ Ասենք, վերացական, հիպոթետիկ։ Իրար մեջ ընկերներով նստած խոսան։ Դա կհամարեն բռնության կոչ եւ հա կարան համարեն, որովհետեւ այն մարդը որ ասել է, ասենք իրանից որակով, կարգին, շնորհքին մարդ է ասող եղել եւ դրանից վախում են։ Իսկ այս մեկը մի հատ ինչ որ անտեր ճիպոտով մարդեցել է մտավորական, այսի անունով է մտավորական մարդը sense բան խոսք իրանք չունի օգտագործելու, բայց մի հատ ինչ որ սա անտեր, որը որ կոչում է ինքը իր մտավորական, որը որ իրականում ես էլ վախում եմ խառնեմ արդեն էլի։ Ռենուրան շատ նման է։ Բան չէ, որտեղ սրա դեպքում շատ հեշտ է խառնելը։ Այդ Բաբայանի, որը որ իրականում սա խայտառակություն է, հələ հանրային հերոստանգերության էլ բանը խորհրդի անդամ է։ Բայց ասեմ ձեզ, բանը, հետո ասել է ես կատակ էի անում։ Հա, կատակ էր։ Հիմա փաստորեն ես կարող եմ իրան պապայի վրա, իր ծնողների վրա անի։ Այտենց մարդու որպես Միքայել Սրբազանն է, կատակներ չեն կարանեն։ Այս մարդը շատ բարձր որակի տեր մարդ է, ու իրանք բոլորն է պատասխան տալ այդ անօրինականությունների համար, ինչ որ սրանց հանդեպ արել են։ Հիմա ասենք նույն տրամաբանությամբ ես կարող եմ իմ եթերից իրան հայհոյեմ, ամենավերջի հայհոյանքը ասեմ, բայց պարոն Բաբայան կատակ ընդունեք, ես ձեզ հայհոյում եմ, բայց դուք կատակ ընդունեք։ Նայ, ասենք Սրբազանը ինչ որակի մարդ է, չէ, ասենք դուք էլ նույն ձևի այդ որակի մարդկանցից եք, ես ոնց որ պատկերացնում, դրա համար զգուշ եղեք, ձեզ կնստացնեն։ Անորակներին չեն նստացնում, այդ Բաբայանը տեսնեն։ Չէ, ասենք ես շատ հեռու եմ Սրբազանի հետ համեմատվելու համար, անկեղծ եմ ասում։ Չէ, ես չեմ ասում որպես հոգևոր կամ ուղղակի Սրբազանը բանտում, Միքայել Սրբազանը բանտում կալանավորված, շատ ավելի ազատ ու ազդեցիկ է Շիրակի մարզում, Շիրակի թեմում, քան թե ամբողջ իշխանական համակարգը միասին վերցրած։ Նիկոլ Փաշինյանին միանշանակ ապտակ տվեց։ Հասնենք նժարին։ Նժար սահմանադրական շարժումը համահիմնադիրն եք։ Շարժումը հիմնադրվել է այս տարի։ Ոչ վաղ անցյալում 4 ամիս առաջ։ Ինչ նպատակով եք դուք շարժումը հիմնադրել։
Նինա Կարապետյանցներ, չէ՞, համահիմնադիրներից մեկն է։ Մյուսն էլ երևի արդեն չկա, ձեր հետ չի։ Հա, մեր հետ չի, այդ սկզբնականը մասում մեր հետ էր, բայց ունենք ուրիշ համահիմնադիրներ։ Բայց կա ինքը։ Չէ, մեր հետ չի։ Չէ, նժարում չէ, ընդհանրապես կա։ Հա։ Հիմա նայեք, այդ ինչ էր իմաստը էլի, որ իրականում այս վերջի 3 տարվա ընթացքում երևի թե, ասենք, մեծ խումբ էր ընկերների, ում հետ որ քննարկում էինք, մտածում էինք, թե ինչն է խնդրեմը, թե ոնց անել, որ այդ էլիտա ինստիտուտը ստեղծել։ Մեր խնդրեմը մենք որ ասենք ինչու՞մն է մեր խնդիրները Հայաստանում, այքանք հասանք որ էլիտա չի կայացել, քաղաքական էլիտա չենք ունեցել երբեք փաստորեն։ Ասենք այն Լևոնի ժամանակ իրանք են ինտելիգենտ կրթված մարդիկ են, ի տարբերություն էս մնացածների, որ հետո եկան, նրանք հələ կրթված էին, բայց մեկը էլիտա չէին։ Էլիտա հասկացությունը լրիվ ուրիշ ձև ընդունվել, հա, հիմա այդ բառը որ ասում ես, մարդիկ մտածում են ով որ Զիլլի Բրիոնիա հակնում, Մերսեդես, ես եմ Գելենվագենում, դրանք էլիտան, հա, աղավաղել են էլիտա խոսքը։ Էլիտա խոսքը այդ են մարդիկ պետք է լինեն, ովքեր որ պատրաստ են ինքնազոհաբերության, հա, ասենք այդ կրթված մարդիկ են, որոնք պատրաստ են ինքնազոհաբերության իրանց ազգի համար։ Այդ ամենակարևոր հարցն է եղել, բայց չի կայացել այդ ամեն ինչը, որտեղ ինստիտուտներ չեն եղել։ Ու այդտենց ոնց որ մի 3 տարի առաջ մտածում ենք ոնց է պետք ստեղծել այդ ինստիտուտները, ինչ անել, հա, ինչ մոտեցում ցուցաբերել։ Ու իրականում մենք հասկացանք, որ այդ ինստիտուտը կայացնելու համար, հա, որպես դպրոց, հա, որպես դարբնոց կադրերի ինքը պետք է դառնար, դրա համար դու պետք է կառավարման լինես պետության ղեկի եւ այդ դեպքում հնարավոր է այդ ամեն ինչ անել։ Որտեղ միջև այդ ոչ մեկին դա ձեռք չի տվել, հետաքրքրել չի եղել, իրանք իրանց համար հասկացել են թե էլիտան ինչն է, իրանց համար այդ կարևոր մոտեցումը մամոն ա եղել, իրանց թե Աստված էլիտան պաշտոնն է եղել 35 տարի Հայաստանի Հանրապետությունում։ Դրա համար այդ ամեն ինչի հետ ելնելով մենք եկանք նրան, որ պետքա այդ փոփոխությունը անելու համար գանք հասնենք ղեկավարման հասնելու համար ինչա պետք անել, պետքա ասենք համախմբվել եւ գնալ ընտրություններում հաղթել, հա։ Եթե ասենք ինչ որ ասենք սև կարապ չի լինում, որ ես իմ ինչեր չանեմ, որ ժողովուրդը դուրս գա, սրանց հեղեղի տանի թափի։ Ուրեմն այդ պարագայում մենք ստեղծեցինք նոժար սահմանադրական շարժումը, բայց ոչ թե որպես կուսակցություն, այլ հենց շարժում նրա համար, որ մենք գիտեք ոնց ոչ թե այս մեր կուսակցությունն է եկեք համախմբենք իրար հետ, մենք ասում ենք 3 հատ կետ ենք առաջադրել, որի շուրջ ասում ենք եկեք բոլորս իրար հետ ով գա ինքը համահիմնադիր ալն, որովհետև շարժումը դեռ հələ հիմնադրման փուլում է, միևնույնն է։ 3 կետ կա, 3 կետի շուրջ, որ պետք է սա համակարգային փոփոխությունների մասին է։ Ոչ տնտեսական, ունենք տնտեսական ծրագրեր ամեն ինչ ոնց են անում, բայց կարևորը նայեք, օրինակ մարդ կա, ասում է չտեսնված ծրագիր ունի, տնտեսական փոփոխություններ, գործարաններ պետք է սարքենք, այս անենք, այն անենք, կովեր աճացնենք, ձկներ աճացնենք, հիմա անում են։ Հա, չէ, խելացի գոմեր են ինչ ասես անում, ախպերը, բայց եթե Կաթիլային ռոռոկման այգիներ։ Այո, այդ ամեն ինչի ձևերը կա, ինչա կարելի Հիմա անում են, բայց եթե դու համակարգդ կախված է մի մարդուց, այսօր Նիկոլն է, վաղը կարող է չտեսնված մարդ գա, մի 5 տարի է դալն, հետո մի հատ էլ նորից Նիկոլ գա։ Այդ դեպքում այդ ամեն ինչը էլի դառնալու է 0, տանելու են ձեռիցը թխլեն, նստացնեն, ես ինչ անեմ։ Դες իրականում մեզ պետք է համակարգի փոփոխություն։ Համակարգը պետք է անենց բալանսավորված լինի, որ դատարանները առանձին լինեն, գլխավոր դատախազը առանձին լինի, վարչապետից կախված չպետք է լինեն, որ ասեն գլխավոր դատախազը երբ որ վարչապետը այսպես կեղտոտություններ անում, օրենքի խախտումներ թույլ տալի, միանգամից գնա ձերբակալի վարչապետին։ Այդ վարչապետը պետք է շուտվանից ձերբակալված լիներ։ Այդ դրան պետք է ասենք, որ բալանսավորված լինի այնքանով, որ վարչապետը այո թող ստանա լավ աշխատավարձ, բայց շամպես առավոտից երեկոյան պետք է աշխատի։ Այլ ոչ թե գալիս է ու դառնում է թագավոր։ Ես եմ պետությունը, Լյուդովիկն է ինքը, էլի։ Չենք չասել, ես եմ պետությունը, սրա կառավարությունն է։ Կառավարությունն եմ, հա, էլի։ Կառավարությունն Լյուդովիկն է պետությունն էր, ասում էր, ես եմ պետությունը, հիմա ինչ է դա ասել։ Հետո իրանց հետո ջրաղեղը։ Հա։ Что այդ համակարգի փոփոխության հետ կապված նժարը առաջարկում է այդ պետխորհրդի մոտեցումը, որը որ թույլ է տալու, հնարավորություն է տալու, որ ասենք թե բալանսավորված լինի թե մի կողմից ներսում իշխանությունը
կառավարությունը, ավելի շուտ, հա, կառավարման բանը համակարգը։ Իսկ նույն ժամանակ ինքը ինչ անել, ասենք վետոյի իրավունք ունենալու, երբ որ վարչապետը, ասենք հակա ժողովրդավարական, հակա ազգային, հակապետական ինչ-որ գործարք եթե անի, իրանք կարան վետո դնեն իր որոշման։ Այսինքն ազգային ժողովը դառնում է պետխորհուրդը։ Չէ։ Պետխորհուրդը նայեք, ազգային ժողովը մնում է ազգային ժողով։ Հիմա օրինակ կա նախագահ, չէ, որը որ ոչ մի բան չանում։ Պատկերացեք նախագահային լիազորություններ եք տալի, այսինքն դատարանը, դատախազը բերում եք իր տակ, բայց նախագահի տեղը լինելու է 9 հոգի մարդ, 9 հոգին ընտրվելու են, դե պրոցեդուրա կա, հիմա շատ դուրս բան չան, օրինական ճիշտ ժողովրդավարական պրոցեդուրա է, ընտրվելու են ու 3 հոգի ամեն 3 տարի մեկ փոխվելու են։ Որ չլրջանա այդ ռոտացիոն կարգով։ Ռոտացիոն կարգով, այո, դրանք աշխատել են ու դա փաստորեն էլ նախագահի ինստիտուտ չի լինելու։ Այդ պետխորհուրդը փոխարինելու է նախագահի ավագների խորհրդի նման մի բան, Սովետ Ստարեյշին, այո, ամենամոտիկը դա է ձեր ասածն, այո։ Հա։ Լավ, այս սահմանադրական բառը ինչ է նշանակում։ Սահմանադրական պայքար, թե սահմանադրական փոփոխությունները, որ մենք առաջարկում ենք, այո, սահմանադրության մեջի որոշ բաներ ենք փոփոխելու, որ այս սահմանադրություն չեք փոխել։ Ոչ մի դեպքում, չէ։ Սահմանադրություն չի փոխում, ինքը մնում է ասած պարլամենտական ոնց որ կա, բայց սահմանադրության մեջ փոփոխություն ենք անում, նայեք։ Ինչի սահմանադրություն սահմանում է միայն պարլամենտական թե նախագահական։ Չէ, այնտեղ էլի շատ բաներ կա, բայց մեր առաջարկը փոփոխությունը ոչ թե սա սահմանադրություն փոխել, այլ եթե մենք փոխում ենք նախագահի տեղ այդ պետխորհուրդն ենք սարքում, ընդ իր պրոցեդուրայով, հա, ասենք այդ փոփոխությունները որ դու անում ես, արդեն ինքը սա համակարգը փոխվում է։ Այդ կառավարման համակարգն է փոխում։ Դու սահմանադրության մեջ մի հատ փոփոխություն ես կատարում, ինքը իրեն սա փոխում արդեն, թե ապրելակերպը, թե մտածելակերպը, թե մոտեցումները, ամեն ինչ փոխվելու է։ Մի հատ փոփոխությունով մենակ այդ առումով։ Ուրիշ բան, որ ընդ էլի փոփոխություններ կա, որ պետք է արվի, որտեղ մենք առաջարկում ենք երկրորդ կետով այդ համապարփակ անվտանգության համակարգը ներառել, ընդեղ էլ պետք է որոշ փոփոխություններ սահմանադրության մեջ անել եւ թվանշային պետությունը այդ մոտեցումն է, որ լրիվ թվանշային պետություն ենք դառնալու 5 տարվա մեջ Հայաստանը կդառնա ոչ պակաս Էստոնիայից, եթե ոչ ավելի առաջադեմ պետություններից մեկը իր այդ մոտեցումներով հենց թվանշային այդ կիրառման։ Իսկ տարածքային առումով ձեր մոտեցումն ինչպիսին է։ Գիտեք ոնց, տարածքային առումով այդ մոտեցումները ես sense ասեմ, հա, ռեալիզմից ելնելով է իմ պետություն եւ հայրենիք, չէ, նայեք, այլն ինպես փիլիսոփա, թող մարդ չդի, ես շատ ուժեղ եմ այդ առումով, փիլիսոփայական մոտեցումով, թե ինչ եմ ես իմ երազած հայրենիքը գիտեմ, մոտեցումները գիտեմ, բայց մենք պետք է գիտենք ոնց։ Հա, չէ, դե ես հիմա իմ երազած հայրենիքը ծովից ծով Հայաստանն է, Վուդրո Վիլսոնի բանն է, ասենք այդ մոտեցումը, սաղ է դա, բայց արբիտրաժային որոշում։ Այո, բայց չէ, եկեք մի հատ բան, այլ իրականությունից ելնենք, այսօր ռեալիզմից է, աշխարհը մենք չպետք է մենակ մեզ տենանք ու Վուդրո Վիլսոնին տենանք ու Հայկ Նահապետին հիշենք։ Ես նայեք, ասում եմ, շատ կարևոր է պետք է դա հիշենք, բայց մենք այսօր դրա մասին ինչքան շատ ենք խոսում, այնքան վնաս ենք մեզ տալիս։ Դե հա, եթե նույնիսկ կարտ ես խաղում, ոչ բոլոր ուժեղ կարտերից մի անգամից նետում սեղանի վրա։ Չարժի խոսալ, չարժի ասել, պետք է աշխատել, պնդացնել այս պետություն, ասենք համակարգը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել եւ ճիշտ քարը օգտագործել։ Իսկ հիմա մեզ պետք է այս ամեն ինչը տենց ոտի կանգնացնել։ Լավ, ինչ ասեցիք, ընդունեցի եւ շատ դուրեկան էր լսել եւ պատկերացնել։ Բայց կարող եք ասել ինչպես հասնել դրան։ Նայեք, սա ամենակարևոր հարցն է, սա պետք է համախմբում հիմա լինի, այս միջև ընտրությունները, բոլոր, ասենք, առողջ ուժերի։ Ստեղ պրոբլեմը ինչն է, մենք կրիզիս ունենք առաջնորդների, այս ամենամեծ պրոբլեմն է։ Ասենք գիտես ոնց, որպես խելացի, որպես որակով առաջնորդներ կան, բայց առաջնորդը մենակ այդ խելացի ոգով տղեն չի, մենակ խելացին չի։ Առաջնորդները այսօր պետք է լինեն խարիզմատիկ, որ կարողանան մարդկանց այդ էներգիան փոխանցեն, որ իրանց կողքը կարողանան հավաքեն։ Մեր մոտ այսօր պրոբլեմը հենց դրա մեջ է։ Հենց որ Հայաստանում երևացին այդ առաջնորդները, շատ արագ մեր ժողովուրդը համախմբելու է այդ առաջնորդների շուրջ։ Այդ դեպքում դու իրանց կամ տանում ես ընտրության, կամ դուրս ես գալի փողոց, ասում ես պարոն Փաշինյան, դու էիր հրավիրել մեզ, ինչ էր ասում էր հենց դժգոհ կլնեք, եկեք մեզ, եկեք ինձ հանեք։ Եկել ենք, ասում ենք դուրս արի, ախպեր։ Ինքը ասում է դուրս չեմ գալիս։ Դե ուրեմն կամ ենք ընտրության, կամ օրոքշեր պետք է նստենք ու պահանջենք, որ ինքը դուրս գա։ Բոլոր դեպքերում ընտրությունը
Ընտրությունը օրինականությունն է։ Եթե հնարավոր է ընտրությունով, պետք է անել ընտրությունով։ Իսկ ընտրությունով այսօր հնարավոր է, ես տեսնում եմ դա։ Դուք գտնում եք, որ ընտրությունով միանշանակ ես տենում եմ, որ դա, որտեղ մարդիկ գիտեն, որ 35 տարի երբեք չի եղել։ Ախպերա մի անգամ բայց պետք է լինի, չէ՞, տանտերը, լինելու է, դուք վստահ եք, չէ՞ որ մի անգամ ընտրությունով փոխվելու է։ Եթե չի լինելու, ուրեմն Հայաստանը պետություն չի։ Պետությունը փոխվում է ընտրություններով։ պետություն է։ Ես ելի եմ ասում, իմ մոտեցումը եթե ասեք, այսօր մենք fail state ենք իր բանով, որովհետև դե յուրե այո պետություն ենք, դե ֆակտո պետություն չենք։ Այսօր դրսից են այս մարդուն ամեն ինչ ասում, այս մարդները թագավորի ինչ դերում։ Դրսից է ղեկավարվում ձեր կարծիքով։ 90%-ով այո, որովհետև այն ինչ որ ինքը անում է ի հաճո նրանց, ոչ թե մեր ժողովրդին։ Հիմա ես մեկ ընդհանրացնող հարց տամ, խնդրում եմ այս հարցի վերաբերյալ մի քիչ էլ զրուցենք։ Դուք քիչ առաջ ասացիք, որ ինքը 90%-ով դրսից է ղեկավարվում, այսինքն կարծիքը մեր պետությունը բռնազավթված է։ Այո։ Ոչ, չեմ ասում ում կողմից։ Դրսից, այսինքն այլ պետության կողմից բռնազավթված է։ Դուք ասացիք, որ դատական համակարգ չկա, գոյություն չունի։ Սա երկու։ Դուք ասացիք, որ ուժային համակարգ դատախազությունն է, անվտանգության ծառայությունն է, ոստիկանությունն է, բոլորը գտնվում են վարչապետի ներքևում, վարչապետի վերահսկողության տակ։ Դե ինքն է ասում տենց միշտ ամեն դեպքում։ Եթե մենք տենում ենք, բայց ինքն էլ է ասում, ինքն էլ չի ասում, չէ, ես փաստն եմ արձանագրում։ Դուք ասել եք եւ այդպես էլ է։ Այո։ Հիմա այս պայմաններում, եթե պետությունը բռնազավթված է, եթե չկա դատարան, որտեղ պիտի ըստ արժանվույն եւ ազնիվ, մաքուր, օբյեկտիվ ձևով ասենք պետք եղած ժամանակ ըստ անհրաժեշտության քննվի ընտրություններում կատարված խախտումների, անօրինական քայլերի, ֆալսիֆիկացիայի հարցերը։ Եթե ուժային ամբողջ կառույցը իշխանության տակ է եւ անկախ չէ եւ որպես հակակշիռ չի գործում, ինչպես եք պատկերացնում ընտրություններով իշխանություն փոխելը բռնազավթված երկրում։ Այո, դե հիմա նայեք։ Ուրեմն ընտրությունների իրավունք ունեցողները Հայաստանում մոտ 2.300.000-ից 2.500.000 տարբեր մոտեցումներով, անդես ճիշտ չեմ ասի, բայց իրական ընտրություններին գնացողները, ակտիվ քաղաքացիները, որոնք մասնակցում են ընտրություններին, 1.200.000 հոգի են։ Այսօրվա դրությամբ 1.200.000 հոգից մոտարապես 700.000-ը չեն գնում, չեն ընտրում։ Իրանք չեն գնում, որտեղ չկա այն ուժը, որին իրանք ուզում են ընտրեն։ Եթե այդ ուժը ձևավորվում է, 700.000-ը թող չգնան, թող 300.000-ը գնան ընտրեն այդ ուժը։ Այդ 300.000-ը եթե գնացին ընտրեն, կեղծիկ կանի, էս կանի, այն կանի, այ ընտրություններից հետո 300.000-ը գնացին ընտրեցին։ Այո, այդ ընտրողների ձայնը պահելը, այդ արդեն երկրորդ էտապն է գալի, երբ որ դու գալիս ես այդ 300.000-ից 70-80.000-ի հետ քո ձայները պահպանելը փողոցում։ Էս է ձևերը։ Մոտեցումն էլ դա է, ու դա ճիշտ մոտեցում է։ Երբ որ դու քո ձենից տեր ես կանում, քո ընտրողների ձենին տեր ես կանում։ Տենց պետք է լինի։ Ուրիշ ձև չկա։ Դուք ինչ պատասխանեցիք։ Մարդը դուք գնում եք 80.000 հոգով, ես ասում եմ 80-ով չեք գնում, 150.000 հոգով եք գնում։ Դուրս է գալիս, պահանջում եք իրանից հրաժարական։ Չեք պահանջում հրաժարական։ Դուք պահանջում եք ստուգենսա, որ սա սխալ արել, բան արել։ Ախպեր, մի րոպե։ այո։ Պահանջում եք ստուգել։ Հրաժարական չենք պահանջում արդեն, ստուգում ենք պահանջում։ Ինքը դուրս է գալիս, ինքը չի վերաբերում Նիկոլ Փաշինյանին, վերաբերում է օրվա իշխանությանը։ Ինքը դուրս է գալիս, ասում է ժողովուրդ ջան, համաձայն եմ 300.000 հոգի ընտրել են այս ուժին։ Այո։ Նժարին չէ, այս ուժին։ Կամ միացյալ ընդդիմության ներկայացուցիչին, դաշինքին։ Համաձայն եմ, եթե համաձայն չեք ընտրության արդյունքների հետ, խնդրեմ դիմեք դատարան, դատական թող բաց լսումներ կայացվի, թող ազնիվ որոշում կայացվի։ Դուք չեք վստահում մեր պետության, մեր դատարանին։ Ոչ չենք վստահում։
Բա որտեվ ինքը ասում է այդ դատավոր չկա։ պետության օրենքներով ոնց է գնում ընտրության։ Հենց այդ ընտրական օրենսգրքի համաձայն։ Տենց էլ գնալու են։ Հանգիստ եղեք, մենք երբ Ես հանգիստ եմ, ես անհանգիստ չեմ եղել։ Ինչ եք առաջարկում, ուզում եք ասեք ինչ անենք։ Ես ուզում եմ գնանք ընտրության, ուզում եմ ինձ համոզեք, որ ճիշտ դա է։ Ես էլ ձեր հետ գամ։ Երևի տեխնացու էլ դառնամ։ Եթե հիմա էսա կարևորը, եթե մենք հասկանում ենք, որ մենք օրից մի օր պետք է ունենանք պետություն, որտեղ ընտրություններով է հարց լուծում, մենք պետք է հասկանանք ամեն մեկից ձայնից կախված է։ Ու եթե ամեն մեկս գնում ենք ընտրության ու այդ 700,000 հոգին, որը որ չէր գնում միջև այդ, գնան եւ ընտրեն ինչ-որ էլի եմ ասում, անպայման չի մեզ կամ Բևերը կամ Պողոսին կամ չէ, գնացեք ընտրություն կայացրեք։ Ձեր ընտրությունը եթե կայացրեցիք, սա պարտվելու է։ Եթե պարտվեց, ինքը արդեն կեղծիքների է։ Կեղծիքների գնաց, այդ վաղ ժողովուրդը ցավոտ տանը մի բան իմացեք։ Մեր ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է։ Ժողովրդին ինչ ասում են, ժողովուրդը չի ճոգում։ Լավ ամեն ճոգում, դրա համար չեն գնում այդ ընտրություններին իրանք։ Որտեվ հասկանում են, մարդ չկա ում ընտրեն իրականում։ Իրանք հասկանում են, ապա չկա, առաջնորդներ չկա, ծրագրեր չկա։ Այդ համում ընտրեմ։ Հենա մի անգամ տես մի հատ պոպուլիստ ընտրեն, որտեղ սրա մոտ այդ առաջնորդական բաները ունի, ինքը խարիզմա ունի, էս ինչ ուզում եք ասեք, այս մարդը կարանում է բանանի։ Այնա խափեց բոլորին, փաստորեն մարդիկ ընտրեցին իրան։ Երկրորդ անգամ չեն ուզում խափեն։ Ու եթե այդ ամեն ինչը կայանա, մեր ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է, էլի եմ ասում, միանշանակ իրանք զգալու են, որ արդեն ուժը իր կողմն է, ուժայինները նույն, ուժայինները։ Էլի եմ ասում, մոտ 80% միջին բանը, այսօր դասան զզված են Նիկոլից։ Զզված են ու սպասում են, եթե տենան մի հատ նորմալ ուժ եղավ, իրանք էլ ուզում են, հայ են այդ մարդիկ, ցավը տանում։ Այդ մարդիկ իրականում ուզում են, որ Հայաստանը նորմալ երկիր դառնա։ Սրա ձեռը կրակն են ընկե։ Է որ ասում են իրանք հրամանը չեն կարա չկատարեն, պարզ է։ Ձեզ զինվորական մարդիկ են, որ ԱԱՑ-ն էլ ոստիկանությունն էլ։ Բայց եթե տենում են ժողովուրդը գնաց ընտրությունները, իրանց ծնողները, իրանց երեխեքը, իրանց քուրերը, եղբայրները գնացին, իրանք բանից չեն, չէ՞, ինչ որ եկել, այն մորարակից չեն եկել։ Հայաթում են ապրում, շենքում են ապրում։ Իրանք հասկանում են, որ վերջ, Նիկոլի վերջը եկել է, ինքն էլ է հասկանում, Նիկոլն էլ է լավ հասկանում վերջը եկել է։ Դրա համար այսպես խճճված բաներ անում, լուբյանկաներից սրտիկներ ղրկում, ես ինչ էր անում։ Բանիկ անումով, նայեք, ես համաձայն եմ, ես էլ կգամ ընտրության, եթե մի բանում հաստատ համոզված լինեմ, որ դուք հիմա ինձ մեր 35 տարիների փորձը դնում ենք մի կողմ, անցած 35 տարիների փորձը դնում ենք մի կողմ, որ անցած 35 տարիներին մեկ ընտրություն է կատարվել, այն էլ ոչ ընտրություն, այլ ժողովրդական, մասսայական ընդվզման ալիքի վրա կոմունիստական այդ մեքենան ընկրկեց, էլի չապահովվեց այն պարզ մեծամասնությունը, որով պիտի ընտրվեր Գերագույն խորհրդի նախագահ 1990 թվականին։ Էլի կոմունիստական կուսակցության շարքերից հակառակ ճամբար անցնողներ եղան, որոշներն արդեն չկան իմիջայլոց, որովհետև այդ հակառակ ճամբարից էլ այլ ճամբար անցան եւ վերջում էլ այս ճամբարում եղան։ Այդ մարդիկ անցան, որ էլի ժողովրդի ճնշման տակ, բայց ոչ թե ժողովուրդը ճնշեց ընտրություններից հետո, այլ ժողովուրդը ճնշում էր ընտրություններից առաջ։ Ընտրություններից հետո էլ է ճնշել։ 90 Այո, բայց այդ ճնշումը սկսել է 88 թվականից, 90 թվականին հասել էր իր գագաթնակետին, այդ 88 թվականի շարժումը 90-ին ձևակերպվեց որպես իշխանության ձևավորում, իմ ասածը դա է։ Հիմա դուք, եթե ինձ ցույց տաք մեկ պետություն համաշխարհային պատմությունում, որ բռնազավթված է եղել, գաղութային վիճակում է եղել, այն վիճակում, ինչ որ Հայաստանն է այսօր, եւ ընտրություններով կարողացել է դուրս գալ այդ ճիրաններից, համարեք, որ ես ձեր կողքը կանգնած եմ ընտրությունների ժամանակ։ Խնդրեմ, հենց նույն Չիլիի օրինակը, Պինոչետի 20 տարի կյանքը կերավ իրանց ժողովրդի, Ալենդեին սպանեց 20 տարի դարավան, հետո ընտրություններով հեռացրեցին այդ մարդուն։ Կարացան բերեն հասցնեն նրան, որ այս մարդը հեռացավ։ Այսինքն դուք Պինոչետին որպես դիկտատոր եք ներկայացնում։ Սա գնում է այդ ճանապարհով։ Եթե հիմա սրան չանենք,
Հա, սա դառնալու է երկրորդ Պինոչետը, լավ իմացեք։ Սա արդեն եթում է, ուղիղ եթում է ու առանց վախի է եթում։ Ինքը արդեն աչքերի դեմը սևացել է, ու ինքը այդ ճանապարհով է ուզում է թա, իրան մեկը, որ հասկանանք ում այդ գործում ենք։ Բայց դա ամեն դեպքում դու պետք է գնաս ըստ օրենքի, օրենքով անես, եթե տենում ես, որ ինքը խախտել է, իսկ ինքը խախտելու է, այդ ժամանակ արդեն ճնշումը ժողովրդի պետք է կազմակերպես, որ այդ ճնշումը ճիշտ ձևի ազդի իր վրա։ Ուրիշ մոտեցումներ չկա։ Պայքարել, պայքարն է, ցավը տանեմ։ Այն մոմենտից որ ծնվել ենք, պետքա պայքարես այս կյանքում։ Կապ չունի հայ ես, ամերիկացի ես, պետք է պայքարես, մարդ ես։ Մարդը որպես այդպեսին գալիս է աշխարհ պայքարելու։ Մերը մի քիչ ավելի դժվար է որ հայ ենք, մենք մի քանի անգամ ենք պայքարում։ Դե հայի բախտը, ոչինչ։ Հիմա ուղղակի ամբողջ խնդիրը էլ եմ ասում, ես պիտի համոզված լինեմ, ինչն է որը համոզված լինեք, ինչպես ենք գնում եւ ինչ պիտի անենք, որ ասենք, տեսեք, ասում եք մի անգամ մի հատ պոպուլիստ խափեց եկավ, որ 3 միլիոն վարչապետ ունեք, իմացեք, որ ամեն մեկը վարչապետ եք, ինչ եք խոսում, դուք պիտի ոտքով խփեք դուրը բացեք, կառավարության ներս մտնեք, ձեր պահանջը ներկայացնեք։ Պարլամենտի բաներն է բացեց, որ յանի ձեր պարլամենտը։ Հիմա, բայց հետո ինչ դարավ։ Մենք ունենք այսօրվա այն մարդու այսօրվա տեսակը։ Հիմա ինձ հետաքրքիր է, եկանք ընտրությունների, ես ձեզ հավատացի, եկա ձեր հետևից ընտրությունների, երաշխիքս որն է, ձեզ ճանաչում եմ պարկեշտ, կրթված, գրագետ, անձնավորություն, ձեզ հավատալով եկա, իմ երաշխիքը որն է, բացի ձեր ազնիվ խոսքից և խոստումից, որ դուք չեք վերածվելու նույն պերսոնան, ինչ որ 35 տարի մենք տեսել ենք, 95-ից սկսյալ։ Ուրեմն նախ եւ առաջ ամենակարևոր հարցերից մեկը, ինչ որ ճիշտ հարց եք տալիս, այդտեղ սենց է, մարդու նախ եւ առաջ ապրած կյանքը նայել, հա։ Լևոն Տեր-Պետրոսյանի ապրած կյանքը նայում էի, գիտնական, կրթված, անխոցելի։ Հա, ինչ, պրինցիպի էլի ինչ է։ Ու ոչինչ։ 96 թվի նախագահական ընտրություններ։ Չի խափել քեզ ոչ մի բանով, ցավը տանեմ, ոչ ինձ, ոչ քեզ, ոչ մեկին, չէ՞, ասենք, то есть ինքը չի խափել։ Այո, ինքը ընտրություններում ինձ ինչ եղավ, այս դնենք հələ մի կողմ, բայց ընդհանրապես ինքը չի խափել։ Ի տարբերություն սրանց, որ ասենք, նո դե Քոչարյանին ի՞նչն է խափել ինքը, ընտրություններից հետ ինչ է խոստովը, որ չի արել։ Ինչ ասել Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրություններից առաջ, որ հետո չի արել։ Անկախ պետություն։ Ցավը տանեմ հիմա առաջին հիմքերը գաղութատիրության դրվել է Դե հիմա դա փիլիսոփայական հարց է, դա կարող մի հատ առանձին եթե հրավիրեք խոսանք դες մոդեսում։ Ուղղակի ինձ այդ երաշխիքներն են պետք։ Հիմա նայեք, այո, հիմա երաշխիքները ոնց են էլի առաջանում, նայեք։ Ձեր ասած, որ վստահության բոլորն էլ նույնն են։ Մեր, այո, որտեղ մեր հանրության մեջ այսօր վստահության խնդրեմ կա։ Իրականում էս ամենամեծ խնդրեմը։ Վստահության խնդրեմը։ Երբ որ չկա պետության հանդեպ վստահություն, իրար հանդեպ էլ է վստահությունը կամաց պակասում։ Հիմա եթե դու գալիս ես այդ վստահությունը սարքելու համար ու ներկայացնում ես, սա ինքը իրանով բան է տրամաբանական է ու դա մարդիկ հասկանում են, որ ինչ քայլեր պետք է անես, որ դու կարողանաս այդ վստահության երարխիան ապահովես, հա, սարքես այդ կառուցվածքը։ Բայց դե մի հատ sense բան էլ կա, էլի, եկեք նայենք, էլի եմ ասում, խեմ ասում այս մարդու ապրելակերպը, բան։ Օրինակ, մեր տեխնացուն, խենք հենց Իրան եկալ է որպես վարչապետի տեխնացուն, որ ներկայացնենք, Նինա Կարապետյանց, հա, հենց դրանում է, որ այս մարդը բոլորի հետ պայքարել է իրավունքի եւ օրենքի համար։ Այս մարդու վրա մի հատ բիծ չկա։ Հասկանում եք, երբ որ այտենց մարդն է գալի, ով որ 25 տարի պայքարում է բոլոր ռեժիմների ժամանակ, Ռոբ լինի, Սերժ լինի, Նիկոլ լինի, պայքարում է։ Այս մարդուն արդեն ինստինկտյան, ուրիշ բան է, որ ուրիշ հիմա լիքը ջահելներ սիրում խոսացող տարբեր բաներ ասող են դրում։ Հավելի տարբերակով։ Այո, դա շատ կարևոր մոտեցում է, իրականում էդ է, որտեվ հիմա մեզ պետք է կոալիցիոն կառավարություն, որը որ կկարողանա այդ փոփոխությունները, որ մենք առաջարկում ենք, անի, դրանից հետո արդեն ով կընտրվի վարչապետ, էլ կապ չի ունենալու։ Տանջվելով պետք է աշխատի, հələ մի բան էլ պետք է բանը զորով եթանք մարդ գտնենք, որ գա վարչապետ աշխատի այդ ժամանակ։ Իրականում եմ ասում, որտեվ այնքան ծանր աշխատանք, այո, լավ վարձատրվելու է, բայց ծանր աշխատանք անելու, ինքը այդքան թագավորի պես չի կարողանալու, ոնց որ սրանք են արել։ Էս է սա ամենակարևոր բանը բալանսի։
Իմիջայլոց այսպես որպես միջանկյալ նախադասություն ձեր վստահության մասին նոր խոսեցիք, չէ, որ ժողովրդի մոտ վստահությունը կորել է։ Եվ իրոք այնքան է կորել, որ երեք քաղաքապետը հայտարարում էր, Երևանի քաղաքապետը, որ բազմաթիվ բնակչությունից բազմաթիվ նամակներ ունի, թե ինչի ավտոբուսներում երթևեկության ուղևորцы չեն վճարում, դրա համար ինքը հսկիչների քանակ է ավելացնում, որ վճարեն։ Դուք վստահում եք այդ հայտարարության դեպքում, իհարկե։ որ քաղաքացիները դիմում են, թե ինչի մյուս քաղաքացիները չեն վճարում։ Բա ոնց այդ երևի ինքը ինչ որ ուրիշ պետություն է իրան տես երազում է տեսել, էլի որ հայ ասի չէ, որտեղ այն գլխից պետությանը հավատ չի եղել, եմ ասում որ պետությունը պետության թե իշխանություններին։ պետությանն ու իշխանություններին, որտեղ այդ իշխանությունները պետք է կայացնեն պետությունը։ Մենք էլ եմ ասում դե յուրե ունենք պետություն, դե ֆակտով չունենք պետություն, որտեղ իշխանությունները ինստիտուտները չեն կայացրել։ Գալիս են խոսք են տալի, որ այս կանենք, այն կանենք, բայց չեն բացատրում ժողովրդին, օրինակ ասում եմ, մեկը չի եղել, որ գա, ասի ոնց է ինքը փոփոխություն անելու, որ այս էլ չկրկնվի։ Ես գալիս եմ, ասենք, ասում եմ, այս կանեմ, որ էլ կյանքում այսպես բան չստացվի։ Ոչ չէ, սա գալիս են ասում, թոշակդ կհանեմ, այս կանեմ, այն կանեմ, կբացատրեմ։ Չէ, մարդը ասեց 10400 դրամը ինչ են անել թոշակառները։ Բա ոնց, հա, դե ինչի է կպել 10400 դրամ ավելացրի, ինչ պիտի անեն այդ փողը։ Ճոխությունը ինչի է պետք ձեզ։ Տեսեք ինքը պոպուլիստական ճանապարհով չի գնում, ինքը պարզ ասում է չեմ ավելացնելու։ Իսկ դուք ասում եք տնտեսական ծրագրեր, ասում եք։ Ինչ ասեմ։ Բոլոր դեպքերում եւ վերջին հարցը։ Ընտրություններով հաղթեցիք, եկաք իշխանության։ Կառավարման։ Ոչ թե իշխանությանը, կառավարման, որտեղ մենք ի սկզբանե փոխելու ենք այդ մոտեցումը, իշխանության օղակներ չեն։ Ոնց ուզում եք ասեք։ Թե կարևոր է։ Դա ենթագիտակցորեն շատ մեծ խնդրեմ է մարդկանց համար։ Երբ որ էտինադու են արիստոկրատները արևմուտքի Եվրոպայի այն ժամանակ, երբ որ ասում եմ Կրոմվելին հանեցին թագավորին հետ էին բերում, Ջոն Լոկը իշխանության այդ բաժանման բանը արեց, որ թագավորի մոտ չներ, բայց այդտեղ իրանք բաժանեցին այդ իշխանությունը, հետո ժողովրդավարության այդ երկրները մտածեցին, որ 3 ճյուղ ա լինում իշխանության։ Դա ենթագիտակցորեն մարդկանց բանն է, որ մենք դեռևս իշխաններ ենք, հա? Իշխանության չեք գալիս։ Որ ինձ ասում են դու վարորդ ես, մեքենան վարելց, ասում եմ չէ, ես վարորդ չեմ, ուղղակի մեքենան վարում եմ։ Այո։ Դուք գալիս եք կառավարման։ Դուք գալիս եք կառավարման, ծառայություն մատուցելու։ Եթե դուք չեք փոխում սահմանադրություն, ինչով եք ծառայություններ մատուցելու։ Չէ, որը տարբերվելու է։ Խեղաթուրում եք իմալ։ Ես ասել եմ սահմանադրության մեջ կետեր ենք փոխելու։ Այդտեղ փոփոխություններ, դուք սահմանադրություն չեք փոխելու։ Ես հարցրել եմ, դուք ասել եք սահմանադրություն չենք փոխելու։ Ուղղակի փոփոխություններ ենք կատարելու սահմանադրությունում։ Այո, դա չեղավ սահմանադրություն փոխել։ Ես այդ եմ ասում, եթե դուք չեք փոխելու սահմանադրություն, նոր պետական կառավարման համակարգը ինչի վրա պիտի հիմնվի, եթե ոչ նոր սահմանադրության։ Բայց ինչի պետք է նոր սահմանադրություն կանեք, ասեք։ Հարց եմ տալիս, ես չգիտեմ։ Ես ասում եմ, պետք չի։ Ես պատասխանը չգիտեմ, ես ասում եմ ձեզ, թե բանը ասենք այդ պրեզիդենտականը, թե պարլամենտականը, թե կիսապրեզիդենտականը, մեկ-մեկ ասում ենք կիսա։ Դրանք սաղ, ասենք, եթե նորմալ ինչ որ պատմություն ունի պետությունը, հա, այն ինստիտուտները աշխատում են, ամեն տեղ դրանք աշխատում են։ Հիմա մեր պարագայում սրանք չեն աշխատել, որտեղ մենք այդ պատմություն չենք, այդ հմտությունը չենք ունեցել, այդ ամեն ինչի ոնց պետք է աշխատի։ Դրա համար էլի եմ ասում, մեր համար Ամերիկան իր սահմանադրությունը 250 տարի առաջ է։ Հա պետական կառավարման համակարգը ստեղծել է եւ անգամ արել է, հիմա ինչ որ ավելացումներ անում եք։ Հիմա բայց սահմանադրությունը ստեղծեցին, պետական կառավարման համակարգը ստեղծեցին ու հիմա մենք չունենք այդ պետական կառավարման համակարգը։ Մենք էլ ասենք կգանք, այս սահմանադրության մեջ փոփոխություն կանենք ու կփոխենք այդ համակարգը, էս է հարցը։ Ինչի անպայման սահմանադրություն փոխես, թե անունը դնենք 5-րդ հանրապետություն մոտորսայ ասի։ Չէ, ոչ 5-րդ, ոչ 3-րդ, ոչ 2-րդ։ Հայաստան նույնիսկ 2-րդ հանրապետություն չի ունեցել ու մնաց հերթական համարներով գնանք։ Հայաստանը
հանրապետություն 18 թվականից հետո Այո։ զավթված ա եղել, այո, ես ձեր հետ համաձայն եմ։ Հայաստանը երկրորդ հանրապետություն չի ունեցել, արդեն Օկուպացված 3-րդ, հիմա պետություն։ 4-րդի Համար եմ մասին ասում, խոսում։ Մենք դուք ասում եք սահմանադրություն փոխի, սահմանադրությունը ֆրանսիացիք էին փոխում ու անունը այդ թվերն էին դնում բանի, դրա համար որ իրանց կրիզիսներից դուրս գան։ Մեր դեպքում մենք կրիզիս չենք ունենում, մենք ուղղակի ուզում եմ ասել, օկուպացվել ենք, էսա մեր բանը։ պարոն Նիկանովով, ես ուզում եմ ասել, որ եթե չկա պետական կառավարման համակարգը, պիտի այդ ստեղծել, չէ։ Պետական կառավարման համակարգի հիմքը սահմանադրությունն է եւ նոր սահմանադրությունը։ Չէ, անպայման չի նորը։ Նորացված հինը Չէ, դու այմար թխես հին նորը վեկալես օրինակ պարոն Հայրիկյանը շատ իմ հարգելի իմ կողմից ինքը ասում է սահմանադրությունը ընդհանրապես փոխին։ Հիմա բաներ կա որ իր ասածից կարելի է էտել իրականում էտել ենք մենք քննարկել որ բաներ կա որ պետքա փոփոխվի իր առաջարկով, հա, ասենք այն անցման շեմը, բան քանի ինչքան բաներ կա որ սահմանադրության մեջ փոփոխություններ կար, բայց ինքը իրան սահմանադրությունը մի փոխի։ Հենց որ սահմանադրությունը տեսօր էլ վեկալես փոխես, կարելի է փոխել։ Սա անելու են, ահա, էսի փոխում եք այն բանն էլ հանեք դե հրճակագիրն էլ հանեք, էդ են ասելու։ Դա չի, թողեք թող մնա ինչ։ Այսինքն փոխել նշանակում ավելի վատացնել։ Դե չէ, դա ասում կողքից սկսելու են վրեդ բան անել, եթե Չէ, կողքից ոնց է պատկերացումը։ Փոխել նշանակում ավելի վատացնել։ դուք ինձ ուզում եք համոզեք, փոխեք սահմանադրությունը, որ համակարգը ես դες ասում եմ որպես մասնագետ, որը որ մենեջեր եմ, ոնց է աշխատում։ Այդ նույն սահմանադրությունը նույն այդ բաների ուստավն է, չէ՞, բաների կանոնադրությունն է, հիմնարկ ձեռնարկությունների։ Это նույն սահմանադրությունն է։ Նման։ Բան պատկը։ Դուք ինձ ասում եք, անպայման պետք է սահմանադրությունը փոխես, որ արտադրանքը փոխես, սկսես արտադրելը։ Չէ, ախպեր, դες բան պետք չի փոխել։ Ամեն ինչ մեջ է փոխես։ Հա, ինչ որ կետեր փոխի, որովհետև այս արտադրանքը ասենք թե մի բանից է սարքում, այն վաղ սարքում էր ուրիշ բանից։ Գլխավորը ճիշտ աշխատելու մեխանիզմ սարքես։ Հինի վրա ալնի, նորի վրա ալնի, հին սահմանադրություն, նոր սահմանադրություն, դա սա երկրորդական է։ Շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար։ Շատ հաճելի զրույց էր։ Եթե ինչ-որ տեղ, ինչ-որ հարց ձեր դուրը չեկավ, ներողամիտ եղեք, ցտեսություն, մինչ նոր հանդիպումներ։